Հայ-թուրքական սահմանին գտնվող ամենամոտ Խարկով գյուղ հասնելը հեշտ չէր։ Գյուղը գտնվում է սահմանապահ ուղեկալի տարածքում եւ մուտք գործելու համար հատուկ անցագիր կամ թույլտվություն է անհրաժեշտ ռուսական սահմանապահ ջոկատից։ Թեև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջափահյանը նախապես սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ ուղեկալի տարածք ազատ մուտք գործելու համաձայնություններ ձեռք բերել, գյուղի կիսավեր եկեղեցում պատարագ մատուցելու համար այնուհանդերձ սկզբում բոլորիս մուտքն արգելվեց եւ միայն բանակցելուց հետո ուղեկալի դռները բացվեց եւ քարուքանդ ճանապարհով մի կերպ հասանք Խարկով գյուղ։ Այս գյուղում միայն մեկ բնակիչ է ապրում՝ Վահանդուխտ տատը եւ սահմանապահները։ Խարկովը որպես գյուղ կարելի ասել գոյություն չուներ, այն դատարկված էր, ավերված ու կիսավեր տներ, խոնարհված եկեղեցի։ Սուրբ Հովհաննես եկեղեցում բաց երկնքի տակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջափահյանն առաջին անգամ պատարագ մատուցեց։ Դատարկված Խարկով գյուղի անունը նոր շեն են դարձրել, բայց դրանից գյուղը ոչ թե շենացել, այլ ամայացել է ու միացվել է բավականին հեռու գտնվող Բագրավան համայնքին։ Քարտեզի վրա էլ ոչ նոր շեն եւ ոչ էլ Խարկով անունով գյուղ կգտնես։ Պատարագին էլ ներկա են նախկին խարկովցիները, ովքեր Բագրավանում են ապրում, թե ինչու են թողել հեռացել հարցի պատասխանը մեկն էր։ Դատարկվեց հենց այս կրանիցի պատճառով, որ իրանց հարազատները ելքում մուտք կենելու դժվարությամբ են մտնում ելնում։ Դումարի դատարկված։ Այստեղ մի հատ էլ չապար կար, այստեղ։ Այդ չապարը հանեցին, էնի թողեցին, դե էնի երև իրանց զարնտու էր։ Նա այդ չապարը ձորի բերանով էր դեմ։ Որոշում կայացնեն ու էնի թողան, էսի հանեն։ Էսի հանեցին։ Այսինքն ավելի շատ խոչընդոտ տեղի համար, տեղի բնակիչների համար։ Այստեղ էլ ընտանիքներ կար, վերջին ընտանիքը մի քանի տարի առաջ ստացել է, լավ։ Դա ամեն ինչից հեռու ոչ մարդ են տնում, ոչ բան են։ Սահմանին մոտ անին նայող եկեղեցում պատարագ մատուցելը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջափահյանի երազանքն է եղել։ Այս բոլոր տարիների ընթացքում այդ ցանկությունը կար, այստեղ սուրբ պատարագ մատուցելու։ Մեր պատմական մայրաքաղաքի կողքին։ Ուղեկալի մոտ տեղի ունեցածից Խարկով գյուղը դատարկված տեսնելուց հետո սրբազանն ասաց. հասկանում եմ, թե ինչու են գյուղը լքել։ Ով ամայացրեց այս գյուղը։ Ով ավերագի վերածեց այս գյուղը։ Ով ավերագի վերածեց այս եկեղեցին։ Մենք մեր ձեռքով։ Եվ այս 24 տարիների մեջ անկախության մեկ քայլ չենք կատարել, որովհետեւ այս գյուղը շենանա։ Ընդհակառակը այս 24 տարիների ընթացքում եղած ընտանիքներն էլ լքեցին եւ հեռացան, որովհետեւ այս սահմանային ռեժիմ կոչված անմտությունից մարդիկ հոգնեցին։ Եվ երբ ասում եմ ես սահմանային ռեժիմ, ես չեմ մեղադրում սահմանապահներին։ Բնավ չկարծեք, որ սահմանապահներին ուղղված որևիցե մեղադրանք կա, բացարձակապես։ Սահմանապահները իրենց պարտականություն են կատարում, ըստ այն օրենքի, որ իրենց տրված է։ Իսկ ով է տվել այդ հիմար օրենքը։ Մեր երկիրը արդեն փոքր է։ Եվ այս հսկայական տարածքը արգելապատնեշի հետևում է։ Ռուս սահմանապահները չեն մեղադրում։ Մենոնք են մեղավոր, մենք ենք մեղավոր, մեր ազգային ժողովն է մեղավոր, որ ընդունել է օրենք սահմանային այս ռեժիմի մասին, որի պատճառով ի վիճակի չենք նույնիսկ գալու մեր մայրաքաղաքը տեսնելու եւ մեր եկեղեցում աղոթելու։ Միքայել եպիսկոպոս Աջափահյանը տարակուսում է սա Հայաստանի տարածքն է թե ոչ ու այդ սահմանափակումները սահմանած իշխանավորներին հարցնում։ Կարծես թե Հայաստանի Հանրապետության տարածք չէ, Օդար Հանրապետության տարածք է։ Վրաց թուրքական սահմանը ավելի հեշտ ենք հադում։ Ավելի կարճ է տևում վրաց թուրքական սահմանը մտնել եւ Վրաստանից Թուրքիա հասնել, քան ավելի դժվար է այստեղ մտնելը։ Ով է այս օրենքների հեղինակը։ Այդ օրենքի հեղինակը գետ մի անգամ եկել փորձել է այս սահմանային ռեժիմով մտնել, տեսնել, ինչպես են այստեղ մարդիկ ապրում։ Կամ այս Հայաստանի տարածքը ինչպես է, որ արգելապատնեշի հետևում են թողել։ Ինչպես կարող է լինել այսպիսի բան, երբ որ օդար պետության սահմանը կտրես ավելի հեշտ եւ սեփական երկրիդ մեջ չկարողանաս անցնել։ Թուրքն է մեղավոր, ռուսն է մեղավոր,
Հայ մարդն է մեղավոր։ Հայ անմիտ մարդն է մեղավոր։ Սահմանին մոտ գտնվող գյուղի նկատմամբ այսպիսի անտարբեր վերաբերմունքը անհասկանալի է, իր խոսքն ավարտեց Շիրակի թեմի առաջնորդը, ասելով, որ անելիք այստեղ գյուղը շենացնելու համար բոլորն ունեն։ Ուրիշ տեղեր, ասենք թերևս հասկանալի է եւ ընդունելի է անպտությունը եւ անտարբերությունը, բայց այս սահմանամերձ մասում անհասկանալի է։ Այս սահմանամերձ շրջանում անհասկանալի է անպտությունը եւ անտարբերությունը հայկականության, հայ ժառանգության, եկեղեցու նկատմամբ։ Պատարակի ավարտից հետո, երբ նկարահանում էինք սահմանից այն կողմ գտնվող անին, սահմանապահները մոտեցան, թե ավարտեք նկարահանելը, ձեր ժամանակը ուղեկալում գտնվելու սպառվել է։